Բալի ժողովուրդ։ Շամշան, դրան Ասա արդեն նկարվել ես։ Если он на канаме կամացածներ, թող Շամշան, չալում ունենք։ Հեղաշրջում եմ ուզում անեմ, բենա չալում կա մի հատ նկարի։ Էսի ավելի խելոք է։ Բարև օրը չալում է, ասած դες գայլ է կրդե։ Մենով է խոսը։ Իսկ դա մարդիկ բարձրացնում եք։ Այո, բոլոր տեղերը բարձրացած։ Իսկ ինչ են պատասխանեցել։ Շամշանով ասում չգիտեմ, իսկականից որ։ Պատասխանը որ հավուր պատշաճի օգտագործել են։ Շնորհակալություն։ Հա, իրականում չգիտեմ արդեն։ Մեր հարցը արդարա, մեր պահանջը միակն է, որ մեր 25 համար տրանսպորտը չհանվի, ընդհանրապես մեր գյուղի բնակչությունը դրա համար հավաքը։ Մենք ոչ քաղաքական թեմա ունենք, ոչ երկրի ղեկավարից ենք ինչ-որ մի բան պահանջում, պարզապես մեր 25 համար տրանսպորտը չհանվի։ Միայն իրեն ինչ կանեն անեն իրան գիտեն 25-ից վերած տրանսպորտի ուղղությունն է ձեր տալիս, ոչ գումարն է ձեր տալիս եւ ոչ իրանց վերջի ժամն է ձեր տալիս, որտեղ մենք բոլորս քաղաքում ենք աշխատում ենք Կոմիտասում, իսկ Կոմիտասից ժամը 8-ին այն աշխատակը վերջանում։ Ժամը 7:30 իրանց տրանսպորտի վերջի բանը, ուղղությունը վերջի ժամը 7:30։ Դա աշխատանքային օրերին, բա շաբաթ կիրակել ասում կարող չաշխատի։ Այո, դե հիմա Շաբաթ կիրակել ես մի սատկի գարուն կգա, ժողովուրդը ո՞նց է գնալու։ մետրոյի մայր։ Հետա մնաց Ոտով էլ գնաց կասեն ակցիա են ստանում, կբռնեն։ դրա համար մեզ ժամը 7:30 են տրամադրել։ Մենք էլ չենք կարող 7:30-ից ոչ որ մի հատ արտահայտվում ես։ Մենք ոչ երկրի ղեկավարից խոսում ոչ։ Ախր այդ երկրի ղեկավարն է քեզ այսպես ասել։ Մենք չենք դուրս եկել երկրի ղեկավարից։ Հասկացա, մենք այսօր պայքարում ենք մեր տրանսպորտի համար, բայց մեր տրանսպորտի այս հարցը հենց էդի արել։ Տրանսպորտի նախարարը ես հարցի լուծում տա։ Մեր հարցի լուծումը ժողովուրդ։ Երկրի ղեկավարից չենք եկել դժգոհելու այս պահին։ Դե մի թե ինչ թեմաներից ենք դժգոհ, դա կարևոր չէ։ Մեր թեման միակ այսօր է մեր տրանսպորտի հարցը։ Իսկ եթե իրանք սահմանազատում են մարզն ու Երևանը, մենք հրաժարում ենք մարզից։ Ուրեմն պահանջ տնենք մենք մարզից հրաժարենք, ընդամենը 5 կիլոմետր։ Եթե էսի մարզինն է, հասկացա, քաղաքապետարանը անօրինական մտել է ուշի տարածք, բա ոչ է մտել, բա հիմա խիա դուսեն։ Ժողովուրդ ջան, թողեք այս մարդիկ աշխատեն։ Եթե էսի իրան է, ոչ է մտել քաղաքապետարանը։ Բա եթե մտել է հիմա խիա դուսեն։ 14-ի ձերը 30 տարի իրոք տանջվել ենք։ Դարձել է ժողովրդի համար այն որ ասում է շմավը դա բանի։ Այո, չէի կարում ոչ մի տեղ գնանք ժամանակի ընթացքում ժամը 7-ից հետո տրանսպորտ չկար։ Գոնե 25 համարը ինչ որ չգիտեմ ինչով ով գտնված 25-ը տվեցին։ Շատ շնորհակալ ենք այդ 25-ի համար, բայց այսօր այդ 25-ը որ խլում են, հաստորեն խլում են մեր ձեռից։ Այո, ուսանող երեխեք ունեմ։ Որքան գումար ես կարողանամ հաստատեմ, որ այդ երեխաներին ուղարկեմ դասի։ Բացի էլ ժամը 7-ից հետո տրանսպորտ չկա, ո՞նց տանենք։
կլնի տրանսպորտի նախարարնայից ձեր որոշում կատարել, կլնի չգիտեմ ով է որոշում, ամեն մեկի տակը պատաված կա, ամեն ինչ կա, ժողովրդի մասին պետք է լինի մեկը ժողովրդի մասին մտածի, լավ չեմ հասկանում։ Հիմա լավ, ժողովուրդ ջան, եթե ձեր խնդրանքը չբավարարեն, ձեր հետագա անելիքները։ Մենք միշտ ծայրահեղ ներողություն եմ խնդրում, ուրեմն հարգելի ժողովուրդ, հարգելի պրոշյանցիներ, հեծնով, ուրեմն տրանսպորտի փոխնախարար Արմեն Սիմոնյանի կողմից եղել է առաջարկ երկուշաբթի առավոտյան, ես մեկ կլինեմ եկե պրոշյանից մի 4 հոգի, հեսա կորոշենք ովքեր են, գնալու ենք տրանսպորտի փոխնախարարի մոտ հանդիպման այս հարցի լուծման համար, եթե այս հարցի լուծումը իրենք չկայացրեցին, մենք արդեն կդիմենք այլ միջոցների։ Իսկ կներեք, դուք չեք առաջարկել իրենք գան էստեղ։ Առաջարկեք գան էստեղ։ Ես հենց հիմա ասեմ Ուրիշ ժամանակ ասում են ժողովրդի իշխանությունն է, ժողովուրդն է մեզ ընտրել, ասեք դե ժողովուրդը ձեզ է պահանջում։ Եթե 5 հոգի գնացին, բոլոր հարցերը չեն կարող տալ։ Ավելի լավ է թող ինքը կա։ Ինքը թող կա։ Ապրիլի 5-ն է, Երևան աշտարակապը ճանապարհի Պրոշյան գյուղի վարչական տարածքում Պրոշյան եւ Քասախ գյուղերի հազարավոր բնակիչներ 9 շան բողոքի փակել են ճանապարհը եւ պահանջում են, որպեսզի տարածքային եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը չեղյալ հայտարարի այն որոշումը, որով ամբողջ երկու գյուղ հայտնվելու է ահավոր վիճակում։ Իսկ ահավոր վիճակը կայանում է նրանում, ըստ գյուղացիների անարդարացի որոշումը իրենց տրանսպորտի հարցը չի կարգավորում, ավելի այն դարձնելու է ավելի ոչ պատշաճ, ոչ հարմար երթուղի։ Ու հիմա բնակիչները փակել են ճանապարհը, տեղում են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, տեղում են պետական պահպանության գլխավոր վարչության պետներ, ոնց որ այստեղ բնակիչների հետ այս պահին բանակցություններ են վարում, մասամբ մի փոքր ճանապարհը բացել են բնակիչները, որպեսզի երթուղին մի թեթև գործի։ Պահանջում են կառավարությունից ներկայացուցիչներ ժամանակ, սակայն մինչև այս պահը դեռ կառավարությունից չեն արձագանքել։ Նորից ժողովրդի նշան բողոքի փակեց ճանապարհը։
տեսնում եք, որովհետև կառավարությունից չեն բարեհաճում ժամանեն եւ հստակ պատասխան տան ժողովրդին։ Դրա համար էլ ինչպես ժողովուրդն է ասում, իրենց համբերության բաժակը լցվել է, ստիպված ցակում են ճանապարհը։ Դեպի Երևան ընթացող ճանապարհը փակ է արդեն։ Բաժանվում 20 հոգի չկա, բաժանում են որ տիրի։
լուծում է, բայց դա հարցի լուծումն է։ Որ մեր ձայնը երբեք ավելի շուտ Ձեր համար ինչը չի բավարարում, որ հիմա ձեր հարցը հասանելի է։ Ձեր ընդամենը ձեզ պետք է հիմա ժամանակ չծախսել, այդ հարցերը առաջադրել, քննարկել, բան անել։ Հիմա որ ինչ որ մեկը գաստե ու այդ հարցը չլուծվի, դե լուծվում է։ Ինչն է Եկեք կարանք մենք հասնենք։ ինչն է խանգարում։ Ժողովուրդ, այս հարցը պարտադիր ստեղ պետք է կանգնենք քննարկենք, չեն կարող դեռ կանգնենք Եթե պիտի գնան ընդեղից կգնան։ Ինչն է խանգարում երկու հատ տրանսպորտ որ աշխատեն ինքան։ Մի հատ 40 մի հատ ինչն է խանգարում։ Որ մի մարդ դառնա։ թող իրան տրանսպորտը Առանցնել իրենց անմարդկային պայմաններով են գնում գալիս։ Ոստիկանության գնդապետն կանել հավաքել հասցրին համակերպական անմիջապես եկել եմ։ Այս իմ ղեկավարն է։ Դուք արդեն քանի ներողություն, քանի որ գիտեք որ ես արդեն ոստիկանության ծառայող եմ, հետևաբար այս հարցը ինչ չի ուղղված։ Հասկանում եք, մենք միշտ օգտագործված ձևով ոսկում ձեր հարցերը երկու շաբթի օրը 5 անց կես գնում եք ձեր հարցը առաջադրում Բայց եք։ ինչի մենք գնում։ Շատ կներեք։ Մեգա պիտի խափել ճանապարհեն։ Երկրորդ հարցը չկա, պիտի խափել ճանապարհեն։ Ինչպես խափել են 30 հասը։ ամեն անգամ պիտի տան ժողովրդին էլի մի բան է որ ասում են որ բարձրացվում են մեր աշխատանքի հարկերով, սահմանափակում են մեր աշխատանքը։ Սահմանափակում են։ Եթե անգամ ամենակրկին տրանսպորտի նախարարն է, դուք ամեն մեկը Ժողովուրդը ճանապարհի բաժես, հա։ Ինես պիտի եկած։ Սահակյան, լավ էլի, պապիրոսը խի կծիր։ Մարդիկ
Ախպեր։ Ջան, այս գիտեր արդյոք ապայջան է։ Մենք ինվալիդ մարդ, կիլոմետրով ոտքով գանք, որ նստենք տրանսպորտ գնանք, 250 դրամ տան, 75,000 աշխատավարձ եմ ստանում։ Ես երկրորդ կարգի ինվալիդ, ամբողջ ոտքերս փշրված կոնստրուկցիաներով հավաքված, ես ինչի տեր եմ, որ տամ գամ։ Մի կիլոմետր ոտքով գամ, որ տրանսպորտ նստեմ։ Կովկաս համալիրից հետո աշակնակ է կոչվում, այսինքն մի կիլոմետր հետո 250 դրամ։ Նույն է ինքը, երկրորդ կարգի ինվալիդ ամբողջ փորը բացված է, քարտեզա, ինչով է գնում գալիս, դեղի փողա տալիս պետությունը մեզ։ Չի կարող գազել։ Մարդը ոչ մեկ չունի, օգնական չունի, ամուսնացած չի, ընտանիք չունի, հացի փող ինչով վաստակի որ ապրի։ Ինչի համար ժողովուրդը չի խոսում, 7 երեխու մայր է, երեխեքը դպրոց են գնում, խոսա, պահանջի։ Արդեն ասել եմ, 6 երեխու մայր են, 7 ոչինչ։ Չարա, սերգոյի խիետ բանի մեջ կծասում բերսել։ Արսեն, Արծրու։
իրազեկեք մարդիկ անկապ շկայներս փողոցը թաղում։ Միան նշանակ, միան վերած, այո, չեն օգտվելու, այո, մենք չենք թողնի այդ ավտոբուսից մեզ չենք օգտվելու։ Ոտքով դրանք, այո, չենք օգտվելու։ Շողեն ժամանակացին ինձ թվում է, որ սա Պրոշյանի ամբողջ ժողովրդի կարծիքն է, կներեք ինձ, 1000 ներողություն եմ խնդրում։ Իրավունք ունեք արտահայտեք։ Ճիշտ եք ասում։ Վերջ, սա է մեր վերջնական որոշումը։ Որ ընկերովանի Ասում 5 րոպե, ծախի մի հատ։ Որոշումը չոքել է Պալիս։ Խելառած։ Եթե մյուս անգամ չլսեն, արդեն մեր գալը արդարացված է Սարոջանը։ Ճոպան ուղի է բացի, ասում է էթան գանք։ Անելու բան չէ, ավտոբուսը որ մենք այդպես մի անգամ ցանեց։ Բերում են, բայց ուրիշ գիծ են բերում, մինչև Ախպեր չբերեն էլի կփագենք, ինգե։ Քո ասածը գիտես տոշի որ եղավ։ Այն տաքսին որ ասում կնազես որ դիպլոմ չունի ումից է պակաս։ Ասում կորցրել եմ։ Մեկ իսնա կորում։ Եթե հարցին ես ուրիշ բանից ենք խոսում։ Ակի։ Շամշան չի դա։ Մենք էլ ունենք, էսպես Շամշան ջան։ Ապրասմա հարցը դուստա բան էր, Չէ, նայ։ Պեպոյի բարաթը բերեն, բարաթը։ Հաց, հարշա, դեպի ներքևը հապով։ Սաղը գալու են, ավելի շատ են գալու։ Երկու շաբթի ապրես, Ավելի շատ են ասում։
Hasta çantanı. Ձենքանս նկարես Ama hiç kapı. Bir. Kennedy. Asubay nakber çıkıdım hiç de çek. Շարժը մի արի։